Շատ մի բան է, շատ մի բան է։ Քիչ առաջ ներքին գործեր նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության ծառայողները վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ Գյումրիում այսօր Գյումրիում տեղի ունեցած սպանության կասկածանքով կասկածյալին հայտնաբերում են օպերատիվ տեղեկություններով Լոռու մարզում եւ քրեական ոստիկանները մեկներով Լոռու մարզ այնտեղ հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին, ում տեսակ քիչ առաջ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչություն։ Սպանությունը տաք հետքերով են բացահայտել քրեական ոստիկանները Շիրակի մարզի, համագործակցելով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի եւ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկների հետ։ Տեղում նաեւ արդեն դեպքի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները վարչության պետի տեղակալի գլխավորությամբ դեպքի վայրում, որը Լալայան փողոցում է Գյումրիում, ժողովրդին ավելի շատ հայտնի զինվորական խոհարարական չաստ, այդպես են ասում, զինվորական չէ, խոհարարական զորամասի հարևանությամբ է տեղի ունեցել ծեսկրտուկ սպանությունը։ Մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ սպանվածն ու նրան ծեծի ենթարկողը, սպանություն կատարողը մեծ հակում են ունեցել ոգելիչ խմիչքի հետ, երբևէ ասա ոչ մի օր չենք տեսնում նրանց, իրենց լեզվով ասեց, օյախ չենք տեսնի, երբ կտեսնենք գլորվենգը ու այդ գլորվենգը նկատի ունենալով, որ նրանք միշտ եղել են ոչ սթափ վիճակում։ Դեպքի փաստով քննչական վարչությունում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեկտեմբերի 22-ն է։ Այսօր առավոտյան ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Գյումրի քաղաքի այս հատվածում Լալայան փողոցին գտնվող տներից մեկի բակում դիկա։ Այս հատվածը ավելի շատ հայտնի է խոհարարների զորամաս, խոհարարական զորամաս, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության Շիրակի մարզի քրեական ոստիկանները, վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրի բաժնի ծառայողները, բաժնի պետ Կարեն Գևորգյանն էր, չէ՞, բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ արդեն տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը քրեական վարչությունում հավաստի է եւ այստեղ այս տան բակում, որտեղ տեսնում եք սավանն է գցած, քանի որ սավանի տակ ամբողջությամբ արնանման հետքեր են, այստեղ հայտնաբերվել է տղամարդու մարմինը։ Դեպքի մասին ոստիկանության Կումայրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի եւ տեղակալի գլխավորությամբ եւ մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ ենթադրյալ կասկածյալը գտնվում է Գյումրիից մեկնել է Լոռու մարզ։ Անմիջապես մեկնում են Շիրակի մարզի քրեական ոստիկանները Լոռու մարզ եւ կարողանում են հենց այնտեղ հայտնաբերել ու վնասազերծել ենթադրյալ կասկածյալին, ում տեղափոխում են Շիրակի մարզի քրեական վարչություն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ թե մահացածը, թե ենթադրյալ կասկածյալը մեծ հակում են ունեցել ոգելից խմիչքի հետ, միշտ եղել են գինով ցած, գուցե ասում են, սա հերթական գինով ցած լինելու հետևանքով հերթական վիճաբանությունն է, որի ժամանակ էլ ծեծի է ենթարկվում մահացածը, ում մարմնի վրա ըստ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն առկա է ծեծի հետքեր, ինչն էլ դառնում է մահվան պատճառ։ Դեպքի փաստով արդեն Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իմ տեղեկություններով քիչ հետո կասկածյալին քրեական վարչությունից կտեղափոխեն Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հարևանությամբ այդ հայտնի խոհարարների զորամաս, այդպես են ասում, այդ հատվածն է։ Վիճաբանությունը տեղի ունեցել նշված տանը, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր, նույնիսկ ասում են օղու, գինու, դա այդպես էին ասում հարևանները, ովքեր հրաժարվեցին խոսել, ասում են շշեր։